Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալ եմ շատ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ, քննարկեցինք ավելի ճիշտ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը եւ իհարկե ֆինանսների նախարարը եւ պատգամավորները այս երկփուլ քննարկումների ընթացքում բազմաթիվ հարցերի անդրադարձել են, բայց նաեւ այսպես կարմիր թելի նման գնում է, որ սա ըստ էության բյուջեի նախագծի վերջին քննարկումն է այս ազգային ժողովում, որովհետեւ հաջորդ բյուջետային քննարկումը տեղի կունենա հաջորդ գումարման ազգային ժողովում եւ ես կարծում եմ եւ հարկ եմ համարում մեկ-երկու գնահատական տալ արդեն այս պահի դրությամբ տեղի ունեցող կամ տեղի ունեցած բյուջետային քննարկումներին եւ ամփոփելով ուզում եմ ասել, որ վերջին այս գումարման ազգային ժողովի հետ մեր աշխատանքը ընդհանուր առմամբ լավ եմ գնահատում եւ գոհ եմ կառավարության արած աշխատանքից եւ իհարկե գերազանց չեմ գնահատում, այլ գնահատում եմ լավ եւ հիմա ուզեմ ասել, թե ինչու եմ լավ գնահատում։ Օրինակ մենք իհարկե դեկտեմբեր ամսում ենք բյուջետային տարին, դեռևս չի ավարտվել, բայց մենք որոշակի վստահ կանխատեսումներ ունենք 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով եւ պիտի ասեմ, որ վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավել կլինեն 1 տրիլիոն 542 տրիլիոն դրամով կամ 133%-ով։ Ես ուզում եմ մեզ նրբության վրա մեր բոլորի շադրությունը հրավիրեմ։ Այս տարվա մեր բյուջեի ավելացած մասը 2017-ի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն։ Այսինքն մեր ավելացած մասը 2017-ի տարեկան բյուջեից ավելին է։ Եվ ինչ եմ 17 թվականի հետ համեմատում, որովհետև 2018 թվականի երկրորդ կեսին բյուջետային տրամաբանությունը փոխվել է, չնայած 18 թվականի համեմատությամբ նույնպես մեր բյուջեի եկամուտները աճել են։ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք խոստացել էինք, որ միջինում տարեկան կապահովենք 7% տնտեսական աճ։ Այս խոստումը լի կատարված է, որովհետև վստահ ենք, որ 5 տարիների արդյունքում նվազագույնը ամենանվազ տարբերակը ասեմ 7.5-7.6% տնտեսական աճ կապահովենք, իրատեսորեն ավելի բարձր աճ կապահովի միջին տարեկանում։ 2021-2024 թվականներին արդեն Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը աճել է 36.6%-ով։ Սա շատ լավ ցուցանիշ է։ Հիմա շատ որ խոսում ենք, անդադ քննարկվում է այդ հարցը, խոսվում է այն մասին, ասում են շատ լավ, խոսում եք բյուջեի աճ, տնտեսական աճ եւ այլն, աշխատավարձերի աճ, աշխատատեղերի աճ, բայց լավ մարդկանց կյանքի վրա դա ո՞նց ազդի։ Հիշում եք նաեւ հանձնաժողովի քննարկումների ժամանակ ես այս հարցին անդրադարձել եմ եւ ուզում եմ այս հարցին նույնպես պատասխանել փորձագիտական եզրակացությունների հիման վրա։ Գիտեք, ինձ մեր տնտեսագետ գործընկերները հուշել են, որ այդ հարցի պատասխանը կարող է տալ այսպես կոչված ջինի գործակիցը, որը ցույց է տալիս, թե երկրում գեներացված եկամուտները ինչքանով են հավասարաբար բաշխվում բնակչության միջև։ Եվ վերջին ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը էական բարելավում է ունեցել այս տեսակետից եւ նախորդող շրջանի նկատմամբ մենք բավականին լավ աճ ունենք, ինչը նշանակում է, որ երկրում գեներացվող գումարները, արդյունքը հնարավորինս, այսինքն դրա բաշխումը հնարավորինս հավասար եւ արդար տեղի է ունենում եւ բարելավում է։
Իդեպ ես այսօր երբ որ պատրաստվում էի այս ելույթին, ես ջինի գործակցին նորից անդրադարձա եւ ին աչքը ծակեց հետեւյալ. ես ուզում եի հասկանալ, այս ցուցանիշը պատմականորեն լավագույնն է Հայաստանի պատմության մեջ, թե չէ։ Եվ գիտեք ինչ պարզվեց։ Պարզվեց, որ պատմականորեն լավագույն ցուցանիշը Հայաստանի համար ջինի գործակցի որ թիվը լինի 2020 թվականը։ 2020 թվականը։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ կովիդի ճգնաժամի կառավարման մեծ ուղված բոլոր քննադատությունները պարզապես մտածածին են։ Այդ ժամանակը մենք 2018 թվականին ընտրությունները հաղթել ենք հոգատար հանրություն կարգախոսի ներքո եւ 2020 թվին ջինի գործակիցը ցույց է տալիս, որ մեր կառավարությունը հենց այդ ռազմավարությամբ է առաջնորդվել։ Եվ 2020 թվին երկրի արդյունքը հնարավորինս հավասարաբար է բաշխվել, սա նշանակում է, որ ճգնաժամի ժամանակ մենք առավել հասցեական աջակցություն ենք ցույց տվել մեր քաղաքացիներին։